Մեծ պահքի երրորդ շաբաթօրը հայ առաքելական եկեղեցու նշանավոր աստվածաբաններ Հովան Օձնեցի հայրապետի, Հովան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրն է։ Սուրբ Հովհաննես Օձնեցին, ով մեծարվել է նաև իմաստասեր, երկրորդ ոսկեբերան պատվանուններով, հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է։ Գահակալել է 8-րդ դարում, եղել է հրաշալի հռետոր ու ջարտասան, հմտացել Սուրբ Գրքի աստվածաբանության, քերականության ու քերթողական արվեստի մեջ։ Ըստ վարքագիրների հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ փայլել է նաև արտաքին վայելչությամբ։ Գահակալության 11 տարիների ընթացքում Օձնեցի հայրապետը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ։ Նրա կաթողիկոսության օրոք հրավիրվել է եկեղեցական 2 ժողով, որոնցից մեկում ընդունվել են հայ եկեղեցու արարողակարգին, ծիսակարգին ու աղանդների դեմ պայքարին առնչվող խիստ կարևոր կանոններ, իսկ Մանասկերտի հայասորական միացյալ ժողովում մեր եկեղեցու դավանաբանական սկզբունքներին առնչվող էական որոշումներ։ Օձնեցին ոչ միայն քարոզել է Աստծո խոսքը տարածել, այլ նաև իր գրվածքների միջոցով մարդկանց ծանոթացրել է հավատքի կարևոր սկզբունքներին։ Գիտենք, որ հույների падգամավորը, երբ որ գալիս է Վասիդը Հայաստան, նա մի նամակ է բերում Օձնեցուն, որտեղ որ հոխորտանքով եւ սպառնալիքով պիտի խոսեր հայոց կաթողիկոսի հետ։ Սակայն գալով նա հիվանդանում է եւ բժիշկները անկարող են լինում նրան բժշկել։ Այդ ժամանակ Վասիդը հայցում է Հովան Օձնեցու աղոթքները, որպեսզի բժշկվի։ Հովան Օձնեցին աղոթելով Տեր Աստծուն կարողանում է բժշկել նրան, եւ Վասիդը իր խոստմանը համաձայն ընդունում է ուղղափառությունը, դառնում հայ առաքելական եկեղեցու անդամ, եւ Հովան Օձնեցին նրան ուղարկում է Հոռոմայր, որտեղ որ ճգնում է երկար տարիներ։ Այս պատմությունները ընդհանրապես խոսում են Օձնեցու հրաշագործ լինելու, նրա սքանչելագործ լինելու մասին։ Թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն։ Նրա կանոնագիր հայոցը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ իմի են բերված եկեղեցական կանոնները։ Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ եւ շարականագիր։ Իմաստասեր հայրապետը կյանքի վերջին տարիներին մեկուսացել է հայրենի Օձուն գյուղում, զբաղվել ուսուցչությամբ, ապրել աղոթքով ու ճգնակեցությամբ։ Սրբի մասին բազմաթիվ ավանդազրույցներ կան։ Հայրապետի շիրիմը գտնվում է հայրենի Օձունին մոտ Արտվի գյուղի Սրբանես եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար։ Սերտորեն կապված են Հովան Որոտնեցի եւ Գրիգոր Տաթևացի վարդապետների անունները։ Տաթևի փիլիսոփայական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Գրիգոր Տաթևացին եղել է Հովան Որոտնեցու աշակերտը եւ կատարելության է հասցրել ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը։ Նա հռչակվել է ոչ միայն իր սրբակրոն վարքով, քարոզչական մանկավարժական գործունեությամբ, այլև մատենագիտական հարուստ վաստակով։ Հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնանում են Գիրք Հարցմանցը եւ քարոզ գրքերը։ Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաեւ Որոտնեցու գրական ժառանգության մի մասը։ Գրիգոր Տաթևացին իր ժամանակաշրջանում մեր ժողովրդի կյանքում խաղացել է հսկայական դերակատարություն։ Չափազանցված թող չհնչի այս միտքը եւ աստվածաբանության մեջ, եւ հայ եկեղեցական նաև հասարակական մտքի զարգացման մեջ, ինչպես նաև քաղաքական առումով նաև շատ կարևոր դերակատարություն է ունեցել։ Քաղաքական հարցեր այն ժամանակ եկեղեցին էր, եկեղեցու ուսերին էր ծանրացած, որտեղ պետականություն չունեինք, եւ այդ թշվառ քաղաքական առումով հատկապես թշվառ վիճակում, երբ որ ժողովուրդը հարստարվում է, երբ որ նաև ժողովրդի միտքը, հասարակական միտքն էր խեղաթյուրվում, աղճատվում, նա իր քարոզներով, իր ուսուցումներով, իր վարդապետությամբ կարողացավ եւ դպրոց ստեղծել եւ այդ դպրոցի մեջ նաեւ վառ պահել հավատքը, վառ պահել լուսավոր միտքը, ճիշտ միտքը, ուղղափառ միտքը։ Եռամեծ վարդապետ, երկրորդ լուսավորիչ, խարիս խավատի եւ հիմք եկեղեցու, վարժապետ ամենայն հայոց։ Այսպիսի պատվանուններով են մեծարել ժամանակակիցները Տաթևացուն։ Նա է սահմանել վարդապետական մասնավոր եւ ծայրագույն իշխանության կանոնը եւ նրանց տվչության կարգը։ Նրանն է հայրապետական աթոռը Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու միտքը, որն իրականացրել են նրա աշակերտները։ Նա եղել է հայտնի մանրանկարիչ ու երաժիշտ։ Պահպանվել է 1297 թվականին գրված մի ավետարան, որը 1378 թվականին նկարազարդել է Տաթևացին։ Նշանավոր եկեղեցականների գերեզմանները սիրելի ուխտատեղի են, ուր այցելու հավատացյալները սրբերից ուժ եւ զորություն են հայցում, կյանքը հավատքով եւ իմաստավորված ապրելու համար։ Շաբաթ օրը նաեւ Երուսաղեմի 4-րդ դարի հայտնի քարոզիչ
Սուրբ Հովնան Հայրապետի հիշատակության օրն է։